Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 17 Առյուծների և իժերի վրա կգնաս, առյուծի կորյուններին և վիշապին ոտով կող կտաս, Սաղմոս 91-րդ գլուխ 13-րդ խոսք Երբ քրիստոնյան պատրաստվում է որևէ նշանակալի ծառայության Աստծո փառքի համար, այն ժամանակ սատանան օձի պես պառկում է նրա ճանապարհին, իժի պես արահետի վրա, որ կծում է ձիու գարշապարը և հեծյալին գցում ցած։ Այսպես նա կանգնեց Հեսուի աջ կողմում նրան հակառակվելու համար։ Աջ ձեռքը գործելու ձեռքն է, և նրա այնտեղ կանգնելը ցույց է տալիս այդ գործը խոչընդոտելու ցանկությունը։ Իրոք, սատանան երբեք տաճարի գործի բարեկամը չի եղել, և այդ պատճառով այդ գործն այդքան երկար է ձգձգվել։ Ինչ հարմար արդարացում նա տվեց հրեաներին, ժամանակը դեռ չի եկել։ Աստծո ժամանակը եկել էր, բայց սատանայի ժամանակը ոչ, և այդ պատճառով նա նրանց մղեց այս խղճուկ պատրվակին, որը կարդում ենք Եզրասի 1, 2, 6 և 8 թղթերում, խեղաթյուրելով նախախնամության իմաստը, ասես ժամանակը դեռ չէր եկել, որովհետև նրանք աղքատ էին։ Մինչդեռ նրանք հենց այն պատճառով չէին բարգավաճում, որ ավելի շուտ չէին ձեռնամուխ լինում այդ գործին, ինչ Աստված նրանց հստակորեն ասում էր։ Պողոսն ու Բարնաբասը իրենց մտքում սուրբ նպատակ ունեին այցելել եղբայրներին յուրաքանչյուր քաղաքում և զորացնել նրանց հավատքը։ Սատանան գիտեր, թե սա ինչպիսի հարված կարող է հասցնել իր թագավորությանը։ Նրանց այցելությունը կարող էր խանգարել իր գործունեությանը, և նա այս երկու սուրբ մարդկանց միջև ցավալի տարաձայնություն առաջացրեց։ Այդ վեճն այնքան սրվեց, որ նրանք բաժանվեցին միմյանցից այդ փոթորկի մեջ։ Գործք Առաքելոց 15-րդ գլուխ 36-39 խոսքեր։ Քրիստոսի կյանքի երկու առանձնահատուկ ժամանակաշրջաններ կային՝ նրա հանրային ծառայության սկիզբը մկրտության ժամանակ և դրա ավարտը չարչարանքների ու խաչելության ընթացքում, և երկուսում էլ մենք տեսնում ենք, որ սատանան կատաղի կերպով դիմակայում էր նրան։ Որքան ավելի հրապարակային է քո դիրքը քրիստոնյա, և որքան ավելի նշանակալի է քո ծառայությունը Աստծո համար, այնքան ավելի պետք է սպասես, որ սատանան քո դեմ վտանգավոր ծրագիր կամ խորամանկ ծուղակ կպատրաստի։